Բարի լույսելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ մենք շատ բարձր տրամադրություն ունենք, որովհետեւ կա մի մարդ, ում կողքին միշտ այդպիսի տրամադրություն ես դու ունենում, որովհետեւ հումորով նրա հետ հաստատ ոչ ոք չի կարող համեմատվել։ Նրա ճակատագիրը կարող էր դասավորվել բոլորովին այլ կերպ, բայց նա իրեն գտավ երաժշտական բնագավառում բարեկամներ։ Շարունակիր լուսինը։ Եվ այսպես մեր հյուրերն են, կարող եք զանգարել, եթե ունեք ցանկություն 349286, մենք օղի եթերում ենք աշխատում եւ մեր հյուրերն են Դորյանս խմբի ստեղնահար, դա նշանակում է ստեղնաշարային գործիքների վրա նվագող Արմանը եւ վոկալիստ վերերքիչ Գորսուջյանը։ Բարի լույս։ Դա նշանակում է երկող։ Դա նշանակում է նվագող եւ երկող։ Բարի լույս։ Բարի լույս։ Մյուս նվագողները եւ խոսողը մեզ հիմա դիտում են երևի թե հեռուստաեթերից քնած ենք ամել, ով արթնացել է նա եկել։ Նորը փորձում քնել, կամ նոր փորձում են քնել։ Եվ այսպես բարեկամներ, երկար ժամանակ մարդիկ անդադ տեսել են ռադիո եթերներից համերգների ժամանակ Դորյանս խմբի կատարում է, վերջապես պատմական պահը մոտենում է։ Դորյանսը շոշափելի ունենալու է երգերի հավաքածու, որը կոչվում է Ձայնասկավառակ ալբոմ, ու ամենակարևորը օրիգինալ։ Օրիգինալ, այսինքն։ Դե մինչև հիմա պիրատին է, էլի։ Այսինքն եղել է, չէ՞, վաճառքում ինչ որ։ Եղել է, կա ու հələ մի քիչ մինչև ալբոմի դուրս գալը կմնա ինձ թվում։ Որովհետև շատ լինում էր, երբ պատահական ուղակի փորձի համար մտնում էինք որևիցե խանութ ու հարցնում էինք Դորյանս խմբի Ձայնասկավառակ ունեք, ով ավելի լավ, քան ես գիտեմ, որ չկա Ձայնասկավառակ։ Այո, իհարկե ունենք, կամ վերջացել է, հեսա կստանանք, ես երկու անպայման կստանանք ու նկարներով։ Շատ որ մենք ասում ենք, որ հիմա ասենք պետք է լինի այդ պրեզենտացիան բան, ասում են ոնց դիսկը կամ ասում են երկրորդ դիսկն է դուրս գալիս։ Կամ ասում են այսինքն նույն տրամաբանությամբ եթե առաջին օրիգինալն է դուրս գալիս, պիրատները նախապատրաստում են երկրորդ ոչ օրիգինալը թողարկել։ Չէ, չեն թողարկի արդեն անպայման մենակ շուկայում լինելու է օրիգինալները միայն։ Միայն, բացառիկ դուք հիմա ուղիղ եթերում դա խոստանում եք Արման Պալևյանը։ Ես ոչ թե խոստանում, ես հաստատում եմ 100%։ Լավ։ Իհարկե օրիգինալը շատ լավ տարբերակով պետք է ձեռք բերել հենց օրիգինալը, որովհետև տղաները 1 տարի ուղիղ աշխատել են, նրանք արտասահմանյան մի շարք երկրներում եղան, Բրյուսելում ձայնագրվեցին, Փարիզում մաստերինգ արեցին, մի խոսքով որակը ակնհայտ է, երբ լսում ես, միանգամից խորասուզվում ես այդ երաժշտության մեջ։ Երբ է պրեզենտացիանի վերջո շնորհանդեսը Ձայնասկավառակի։ Բան չբնաց, դեկտեմբերի 22-ին ժամը 16-ից սկսած, ահա, ժամը 16:00-ից վիտամին ակումբում, հա, նախկին ավանգարդ Պուշկինի 3 ակումբում։ Իսկ ավելի նախկին ժուրնալիստների տանը։ Ոտ։ Կլինի ֆորշետ, հյուրասիրություն, ցուցահանդես նվիրված Դորյանս խմբին, որոնք արել են շատ տաղանդավոր երեխեք, որոնք այսքան ժամանակ այս տարիների ընթացքում միշտ եղել են մեր հետ։ Ցուցահանդես, ֆոտո ցուցահանդես։ Ցուցահանդես, ֆոտոշարք արելու ու նո արվեստի տարբեր ճյուղերից մարդիկ են։ Ես կարծում եմ, որ Դորյանսի մյուզիկա ազդել է իրանց, ասենք, այդ գործ անելու, ստեղծելու հետ։ Կային այնտեղ տարբերակներ, օրինակ ես ունեմ Դորյանսի երկրպագուների կողմից պատրաստված ականջողեր, արդեն 2 ունեմ, ինձ խոստացել են 3-ը եւս այդ տիպի զարդեր եւս Դորյանս։ Ամեն ինչ, մենք օրինակ գիտենք մի աղջկա, որ իր ոնց են ասում, այդ քննական աշխատանքը դիպլոմային է նվիրել էր Դորյանսին։ Իսկ սնդամթերքի արտադրության մեջ ոգեշնչվողներ չկան, ասես Դորյանս տաքսի սերվիս, Դորյանս հացի խանութ, Դորյանս ծաղկի խանութ, Դորյանս կանաչի։ Դորյանս սկոլ սերվիս։ Կլիներ ընթացքում, քաղաք կլինի տենց։ Փոքրիկ Դորյանս քաղաք, Դորյանսին 10 ժամերն է տես փոխվելու Դորյանս քեզ։ Դորյանս քեզ։ Լավ, սա իհարկե կատակ, բայց ցուցահանդեսը շատ հետաքրքիր միտք է։ Շատ լավ անցնելու, ժամ 6-ից սկսի համերգը։ Դե բնականաբար համերգից հետո ինչ է լինելու համերգից հետո։ Համերգից հետո երևի հաջորդ առավոտ չհիշենք ինչ ա եղել։ Որտեվ այս երկար սպասված, շատ երկար սպասված այն առաջի օրից ինչ հավաքվել ենք, սպասել ենք դեկտեմբերի 22-ին այս։ Եվ այսպես Ձայնասկավառակը վերնագիրը ոնց է Fly։ Fly, այսինքն հենց առաջին ճանաչում բերած համ երգը, համ տեսահոլովակը, կամ ընդհանրապես որ մեզ Fly-ը ոչ միայն ճանաչում բերած, իմ հիշելով առաջին single, առաջին single-ն է եղել Դորյանսի։ Եվ առաջին տեսահոլովակն է եղել այդ Fly-ից վրա։
Ինչքան նոր երգեր կարող են լսարանը գտնել, քանի ձայնագրություն կա։ Օրինակ ոչ ձեր այն հիմնական ֆանատները, այն ֆան ակումբը, որ միշտ կա համերգներին եւ նրանք անգիր գիտեն բոլոր երգերը, այսինքն նրանց զարմացնելու շատ բան չի լինի, կզարմացնեք որակով։ Բայց միջին ստատիստիկ հեռուստադիտողը, ռադիոլսողը, որ ընդամենը 2, 3, 4 երգ է հիմնականում լսել, քանի երգ է զետեղված, քանի նորություն ունեն իրենց համար։ CD-ի մեջ կա 3 երգ, որի վրա ունենք տեսալովակ։ Ֆլայը, Կուլամը եւ Sleepless Nights-ը։ Մնացածի վրա չունենք տեսալովակ, այսինքն մնացածը կարող է հայտնի չնել։ 7 մնացած 7 երգը։ Բարձ է։ Վաստորեն մենք ունենք հնարավորություն բոլոր մեր հեռուստադիտողները վերջապես գնելու ձայնասկավառակը, ինձ թվում է ամանորել գալիս է մարդիկ, ովքեր լավ երաժշտություն ու Դորյանսին սիրում են, վերջապես հնարավորություն կունենան իրենց սիրելիներին հենց այդպիսի երաժշտական նվեր մատուցելու ձայնասկավառակը վերջապես երկրորդ ալբոմին պատրաստվել Երբ եք սկսվելու Արման ջան։ Դե առաջ ալբոմը Թորով Մորովան է։ Նոր հին տարին ճանապարհ է։ Հին տարին ճանապարհ ենք մյուս տարվանից արդեն եթե ոչ սկզբից, ապա մեջտեղներից սկսենք աշխատել երկրորդ ալբոմի վրա։ Բարեկամներ, չմոռանանք նաև որ Կենտրոն հեռուստատեսության եթերում ցուցադրվելու է VMA 2011 մրցանակաբաշխությունը One Music Awards-ը եւ այսօր տաղավարում ներկա գտնվող մարդիկ մրցանակակիրներ են, օրինակ Դորյանսը չէր կարող ճանաչվել լավագույն ջազ խումբ, իհարկե ճանաչվել է լավագույն ռոք խումբը, բարեկամներ, եւ մի փոքր հետաքրքիր ձևով էին այնտեղ մրցանակները տրվում, օրինակ չկա լավագույն վոկալիստ, երգիչ, ուղղակի հնչում էր այսպես ինչպես Man Number 1։ Եվ այդ Man Number 1-ը բարեկամներ նստած է տաղավարում Գոր Սուջյանն է։ Իհարկե անցյալ տարի էլ նույն տարբերակով, նույն սկզբունքով անցյալ տարվա երաժշտական մրցանակաբաշխությունն էր, էլի լավագույն խումբ եւ լավագույն վոկալ, ու այս տարի էլ փաստորեն վոկալով ոչ ոք չի գերազանցել։ Հարց տանք Գորեն։ Իրականում նաև այլ ընտրանք չկա մեր իրականությունում երաժշտական։ Բոլորն էլ երբ որ ինչ որ բան կազմակերպում են եւ անպայման ուզում են որ վառընդ գծված լինի լավ որակը, որ նրանք գնահատում են լավ երաժշտությունը, որ ուզում են աջակցել, որ հիացած են ձեր աշխատանքով, անպայման մրցանակներով հիմա ձեզ այսպես գոհացնում են, հա, եւ նաեւ իրենց ցանկությունն են մեծ կարեւորանում։ Ինչ է փոխում քո կյանքում ամեն մրցանակը, որ դու ստանում ես այս շրջանում։ Դե մրցանակով հասկանում ենք այն, որ գնահատվում ենք, դա արդեն լավ է, էլի, ինձ թվում է։ Բայց դե ամենագլխավոր մրցանակը մեր համար, մեր խմբի համար, ինձ թվում է հենց այնա, որ մարդիկ ռեալ մեզ գնահատեն ու մարդկանց համար ինչ որ արժեք ունենանք, մարդկանց կյանքում էլի։ Վոկալից խոսեցինք, ես ուզում էի հենց հիմա խնդրել ուղղակի մեր ռեժիսորին, այ 3 տեսահոլովակները բազմիցս պատտվում են բոլոր հեռուստաալիքներում, այդ թվում եւ մեր ծրագրի շրջանակներում եւս, բայց ստեղծագործություն, որտեղ քո վոկալը շատ հենց առաջին անգամ ցնցեց բոլորին, երբ դեռ Fly չկար, երբ դեռ երգեր չկային, Անուշ օպերայից Սարոյի Արյան մենք ունենք արդյոք մեր ձայնադարանում տարբերակ կա գտնելու Ժակի սիրած ստեղծագործությունը։ Այո, եթե կա ինձ շշնջացեք ականջից, ես ուզում եմ լսենք այդ կարողանանք գտնել, այո, Սարոյի Արյան։ Սարոյի Արյան մենք առաջի անգամ նվագեցինք հենց մեր ոսկեդնարի ժամանակ։ Ու հենց Ժակն էր բացահայտել 2009 դե 8-ից սկսած էր 8-ի վերջն մի խոսքով արդեն այսքան ժամանակ։ Ուզում եմ դուք նաև հիմա ամփոփեք երաժշտական տարին, հետաքրքիր է հիմա տարբեր երիտասարդ կատարողներ ոգևորված ձեր հաջողությամբ, խմբեր շատ կան, Փարքասո շարժը կա, նաև ռոք, ռեգի, ջազ, տարբեր ուղղություններ ներկայացնում։ Շատ լավ, գոնե սերունդը ինքը աճում է, որտեվ եկել էր մի պահ, սենց կանջեր տվե ամեն ինչը ու դարել էր սենց շուրջ մոտ տափաստան, որտեղ կան մի քանի օջի ընդհանրապես, իրանցից բացի մարդ չկա։ Այսինքն կան տարբեր խմբեր, բայց տարբեր խմբերում նվագում են նույն մարդիկ։ Հիմա շատ լավ որ սերունդը զարգանում է, մարդիկ այսօրվա դրությամբ ռոք բառը ոչ մեկին չի նեղում,
ջազ բառը ոչ մեկին չի նեղում, որտեվ այսօր թե ռադիոն, թե Ռեգին հեռուստաընկերությունը արդեն գիտեն գոնե ինչ ինչ որ չափով հեռուստատեսության մի քիչ չեմ կարող ասել, բայց ռադիոները գոնե ինչ որ չափով համալրում են այդ ամեն ինչը, բաց թողածը ոնց որ գալիս է։ Նույնը արդեն գալիս է հագնվելու ոչի մեջ, սանրվածքի մեջ, այն հինը լրիվ հետ է գալիս, արդեն սենց ինքը դառնում է underground, բայց շատ հաճելի underground, որտեղ մտնում ես թազա երաժիշտներ ու տենց թազա մյուզիք են ուզում ստեղծեն, մարդիկ արդեն թազա բանի վրա են մտածում։ Այդ գովելի է, այդ շատ լավ է։ Ինձ հետաքրքիր քո համար Արման հետո Գորի համար հայկականից բացի այս տարի ինչ երաժշտական բացահայտումներ եք ինքներդ ձեզ համար արել, դա պատկերացում է տալիս մեզ, թե ինչ եք դուք սիրում լսել։ Իսկ Արմանը այնպեսի անուններ կան իրակասին, քանի որ մասնագիտացվել է պարային երաժշտության մեջ եւ իմ համար երաժշտական բացահայտումը այդ ես որ իմ համար բացահայտեցի, դա կան մի քանի հոգի, մի արտիստներ, խումբ, որոնք ինչ որ թե մի գործով, մի սինգլով, թե ինչ որ մի ալբոմով ուղղակի լսելու է, ինքը լավ է, հաճելի է, բայց կա մի հատ խումբ, որ գործ ունի, որ ես առավոտից մինչև իրիկում, տենց միացրած տունը միշտ։ Դե լավ սպառ։ Որն է։ Carnival։ Շատ ընտիր խումբ է, շատ լավ խումբ է։ Հաստատում ես Գորա։ Ինքը պրոգրեսիվ, ալտերնատիվ ռոք է ու շատ ջայլ տղեկ են։ Ամենակարևորը մասին օրինակ ինձ ասելա Գարիկը վիտամինի։ Գարիկ Վիտամինյան։ Ինձ իր այդ խմբի մասին ինքն է բացահայտել ու հա ինքը շատ Արի մենք էլ բացահայտենք այս զրույցից հետո գնանք մենք էլ կորց կտամ լսեք Carnival-ը ու շատ լավն է, շատ լավ։ Մեկ էլ մի հատ խումբ կար, դու էր միացրել է, ինչ էր։ Արխիվ։ Արխիվ։ Շատ լավ խումբ է, այ իրանք ամեն ինչ կա, այն ինչ որ ես ուզում եմ։ Որտեվ նույն արխիվը լսելուց, եթե դու սիրես Pink Floyd, իրանց անպայման կլսես։ Կա այդ էլեմենտները մեջը։ Շատ ուրեմն հենց այնպես չէր հարցը մարդիկ այդ թվում նաև մենք հիմա այս երկու հնչեցրած անունները կուսումնասիրենք երբ որ ամբողջ ազգը դեռ չգիտեր Adele Someone Like You-ն Արման Փահլևանյանը ես եմ Արմանից սովորել անդադ ասում է Jimmy Wall-ը շատ ինֆորմացված է լավ հիմա այլ վերադառնանք ալբոմին Դորյանսի Fly վերնագրով այստեղ ճակատագրական երգ երևի համարվում է Կուլամը չէ որն է Ճակատագրական երգ չէ, Կուլամը ուղղակի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցին։ Հանկարծակի։ Ու շատ հանկարծակի ու առանց ինչ որ բանի գնալու տենց, որ այս հայերենաս լավ կլի, չէ, ինքը պրոստը շատ լավ երգ է, շատ լավ։ Դից հայերեն ասած վեկալում է մի անգամից։ Ամեն մեկը կարում է իր Բա ինչ ես ասում ոչ։ Իմ համար ոչ։ Քեզ համար որն էր այդ ճակատագրական Իմ համար ամենասիրածը մարդ կա, հեսա մինչև դեր հարցին անդրադառնալը, ովքեր Դորյանսին ճանաչում են Կուլամ ու վերադարձով, գալիս են համերգի, ու տես կոպիտ ասեմ են, որ տենում են, թե մենք ոնց ենք այլանդակվում համերգի շրջանակներում, այսինքն երաժշտությունով էլի, Հասարակ Կուլամն ու վերադարձը։ Այսպես է, որ տես Չէ, ես մի հատ բան ասեմ։ Շատ իմ համար օրինակ ասա ես կասեմ։ Չէ, իմ համար ասենք մեր համար տարբեր է, ասենք ես կարամ ասեմ իմ համար ասենք այնտեղ չգիտեմ You and Me-նա կամ King-նա իմ սիրած երգը կամ չունեմ вообще սիրած երգ, բայց հանրության համար այդ Թումոյի բացման համերգին եթե ներկա եկեք հիշեք, երբ որ 20000 հոգի հավաքված ու սկսեցին երգել մի հատ երգ միաձայն, այդ ինձ համար որ անսպասելի էր, ճիշտն ասած Այդ ես Կուլամն էր ու տեղից կարանք հետևություն անենք, որ ես Կուլամն եմ, որ երևի։ Ես նույնիսկ շատ լավ հիշում եմ, երբ Դորյանսը դեռ 1 տարին էր իր նշում Սունդուկյանում ու բոլոր երգերը ինձ որպես ձեր խմբի երկրպագուի կամ մարդու ով աճում է, հա, երկրպագուների ու լսողների հետ, ես անմիջապես այն ժամանակ դե Կուլամը այդքան հայտնի չէր, եւ թե առաջին անգամ էր մասսայական հնչում։ Բոլոր երգերը լսելու ժամանակ ես ասացի հիթ։ Ու մենք վիճում էինք անընդհատ, ասենք ձեր խմբի պրոդյուսերը ասում Ես էլ Կուլամ երգը առիթ եմ ունեցել լսելու կիսա ջարդված հեռախոսից, երբ հնչողությունը վատ էր ճանապարհին ես մեքենան վարում էի Արման Փահլևանյանը միացրել էր նախնական տարբերակը
Բա մի հատ էլ կա, որ հələ բառեր չկար ժամանակ արդյոք մի հատ կլաբում Կուլամը չէ, հələ բառեր չկար, նա Այն ամեն ինչ այնքան հետաքրքիր է եղել մեր այս սա գործերը իմ կարծիքով երևի մենք մինչև հիմա որ նվագում ենք նույն բանը, հա, համերգներին, այսինքն նոր գործեր շատ ունենք։ Կա պատրաստ, կա ոչ պատրաստ, կիսատ ու չենք նվագում դրանք հիմա։ Մի քանի գործ։ Իսկ այս ամեն ինչը որ նվագում ենք, ինձ թվում է, դա պրոստը այն առաջի օրից մինչև էտե հասել է դարել է այս գործը, ինքը տարբեր ձևերով անցել է ինչ-որ ճանապարհներ ու մեր ամեն գործը ամեն օր փոփոխության է ենթարկվել, ամեն օր, ամեն փորձին ենթարկվել է փոփոխության, վեճ, կռիվ, հայոյանք, ամեն ինչ, ոնց նույնիսկ կվարնա 5 տղամարդ, մեկ փորձասենյակ եւ ստեղծագործում են նրանք։ Մենք հիմա վերցնենք դադար մի տեսահոլովակ առաջարկենք Դորյանցից, հետո գանք քավերների թեմային, շատ հետաքրքիր կար ժամանակ, երբ որ սկիզբն էր քավերներ, հետո սկսում էր բանակը պահանջել սեփական երգեր, կան սեփական երգեր, բայց հիմա երաժշտական իրականությունում նոր ինչ որ ոճ է ձևավորվել, հայտնի երգերը նորովի ներկայացնելը այդքան էլ չի համարվում, որ դու երգ չունես, դրա համար ես դու այդպես ներկայացում, դա այդքանն է, դու կարաս ձեռագիրն ես։ Դու ուզում ես այդքանով դու ուզում ես ընդամենը ասես, որ այս երգը պատերազմում է ես սենց ու կարամ տամ այս ձեր։ Իսկ ինչ քավեր է հնարավոր։ Բան է, շոու բիզնեսի քայլ է, ինքը այսինքն ստացված երգը, որ վերցնում ես, ձևափոխում ես, դա կարող է այդ մարդուն հաջողություն բերի։ Դա էլ կա ավելի հեշտ է հասնել հաջողությանը։ Քավերների ու դրանց հետ կապված աշխատանք արդյոք Դորյանսը ունենալու է առաջիկայում թե բացառապես իր երգերով է զբաղվելու։ Մենք իմանանք տեսահոլովակը դիտելուց հետո դուք կարող եք մեզ զանգարել, նաև ձեր հարցեր ուղղել ամսի 22-ին Դորյանսի առաջին երկար սպասված Fly ձայնասկավառակի շնորհանդեսն է։ Որտեղ։ Վիտամին Club-ում բարեկամներ։ Համեցեք ժամը 16-ից սկսած մինչ ուշ երեկո։ Գնացինք հիմա տեսահոլովակ։ Ես եմ լուր, դու ես լուր, ու մտքեր են լուր, ծերը դուր, սիրտը դուր, ուրախն ամբուջուր, անձրև կա, պատիլ կա, քեզ չի մոռանա, Yes, gulam, kes amar gulam, fons galam, marans kes
Առավոտը սկսել ենք մեր ընկերների հետ, առավոտյան ձեր հյուրերը նաև հեռուստայի եթերից Դորյանց խմբի երաժիշտներն են Գորսուջյանը եւ Արման Փահլևանյանը, երաժիշտ Արման Փահլևանյանը եւ մեներգիչ Գորսուջյանը։ Կորնել է երաժիշտ, այսպես։ Նաև երաժիշտ։ Նաև Իհարկե, չէ, հաշվի- առաջերտին։ Լավ, ինչու՞ եք հիմա հակաճառում ուղիղ եթերում։ Արի ասեմ լապը։ Չեն թող։ Արի դուսեք։ Այ այստեղ գենդերային հարց է։ Կինը խոսում է, տղամարդիկ չեն։ Հապա մի պայման։ խոսիր, խնդրեմ։ Դե ասում եմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գորն է գրում երգերը, ոչ միայն գորը, իհարկե խմբի անդամներով են գրում, բայց սկզբում գոր միայն դու ես, չէ՞ գրում, կարծես Fly երաժշտությունը քոնն է։ Ալբոմի այս ալբոմը էլի մեծամասնությունն եմ ես գրել, բայց այնտեղ արդեն լիքը նոր երգեր կա։ Որոնց հեղինակը նաև Արման Փահլևանյանն է, չէ՞։ Մի երգ կա, որի լույս աշխարհ գալուն ես այնպեսի անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դա մեգահիթ է ուղղակի լինելու։ Զգացել ես։ Այո, առաջին իսկ Արմանն է վարքյանից հեղինակը։ Արմանն է։ Արել Երբ ինչ-որ այդ վատ հիթը բաներ այդ սպասվում։ երգի հետ, դա արդեն երևի մյուս ալբոմի Մյուս մեջ, կամ ալբոմի մյուս տարի Այսինքն ինքը որպես single դուրս կգա, մի քիչ շուտ Խոսքերը կան գոր։ կլինեն։ Այսինքն երաժշտությունը կոնն է, դու միայն երաժշտությունը խոսքերը կրկին գոր դու ես գրում։ Չէ, խոսքերը Զադոյանը արդեն։ Անգլերեն բոլոր տեքստերը, բոլոր երգերի։ մեն անգլերեն չէ, Նաև եղած այս բոլոր ալբոմում երգերի սենց ասում, այս տեքստերը ալբոմում զադեն։ բոլորը գրել է Վարդան Զադոյանը, բացի Brave-ից, Brave-ը գրել է մեր Գագիկը, գիտարար Դավիթին։ Այնտեղ մեկ է Sleepless Night-ը դե Արմենն է Մարտիրոսյան երգի եղանակը, խոսքինն էլ Միքայել Բագրատունի։ Բայց հիմնական այսպես խմբի մասնակիցներից մեկը կարելի է համարել Վարդան Զադոյանին, ով խոսքերի հեղինակն է։ Ով ես ասեմ ինչպես եղավ, ես շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ Եվրատեսիլին պիտի ներկայանար Դորյանց խումբը, դեռ ոչ ոք չէր ճանաչում, ես Որտեղ հիշում եմ երկրորդ Fly-ը հորիզոնականը դեռ մի կերպ զբաղեցրեց։ ձայնագրվել էր ու ես այդպես Երրորդ, մեր ձայնասկավառակով համար երկրորդ էր։ Ասում Մեր համար եմ, առաջին էր նույնիսկ։ ու Fly-ը երբ հնչեց Եվրատեսիլի ամբեմից, նույնիսկ միտք չկար, որ պետք է տղաներ ինչ որտեղ զբաղեցնեն, ուղղակի պետք էր եթերով առաջին անգամ հնչել ու հենց բավական չէր երկրորդը, երրորդ հորիզոնական էր, այնտեղ ինչ որ խնդիրներ կային, ու ամենակարևոր ձեռքբերումը այդ օրվա եղավ Վարդան Զադոյանը, որը հայտարարեց, որ ես այսօրվանից ամբողջ կյանքում անվճար պետք է ջրեմ այս ինչ որ այդպեսի հա դա հետո է, այո, ասած որ անվճար Դորյան սանունով ծառը կա։ բոլոր երգերը միշտ ու նա իր խոսքի տերն է իհարկե մինչև այսօր Ապրի Վարդան Զադոյանը։ խոսենք Դորյանց Նաև խմբի կրեատիվ մտքերը ինքն է, էլի։ այ գրեթե բոլոր ինտերնետային կայքերում չկա երևի թե արդեն ինտերնետային որևէ մի կայք նույնիսկ ձեր սեփական ինտերնետային կայքում եք դուք արդեն պետք է շնորհավորել հենց վաղը ամերիկի օրը Սայթն կբացվի արդեն կակտիվանա կայքը։ Սայթը չէ միայն։ միայն սայթը չէ Արդեն հայկական ռոք խմբերից երկուսն են որ կան Վիկիպեդիայում Առաջինով է։ Emperor եւ Doran's-ը Emperor եւ արդեն նաև Դորյանսը միացավ օրեր Օրեր առաջ սարսափելի դժվար է Վիկիպեդիայում գրանցվելը, այսինքն անընդհատ ստուգում Ապրի են Կարլեն գրանցում ես Չիշմիրյանը հանում են շատ գրանցում օգնեց ես մեզ։ հանում Կարլենը շատ Այ դարձել է մեր ընտանիքի անդամներից Հիմա արդեն թիմը ձևավորվում է արդեն։ Արին թյուր կարծիքը մարդկանց մոտ ցրենք, որ Վիկիպեդիան ազատ հանրապետարան է, ամեն մեկը կարող է գրանցել։ Հարաբերական ազատ է։ ապացույցներով, այսինքն ապացույցներով են ինքը Դու պետք է շապանիշ հետ լինես կապ ունի, ինչ-որ թե բանի, չէ, էլի։ որ չես Ո թորկան։ գրածը։ Եվ նաև փաստերով, հղումներ Անպայման։ կատարելով կոնկրետ։ Անպայման։ Հիմա ամբողջ աշխարհում մարդիկ, ովքեր որ Google համակարգով փնտրողական, օրինակ Դորյանսին փնտրեն, անպայման Դորյան's Band, անպայման այդպես, որտեղ Դորյան's դա դորիացիների մասին Վիկիպեդիայում ինֆորմացիա եւ անպայման այդ ինֆորմացիան պարբերաբար, այսինքն արդեն կարող է նաև թարմացվել Վիկիպեդիայում Դե կավելանա ներկայացվածը։ անընդհատ ինչ նորություններ լինեն եւ ինչպես է ձեր կայքի հասցեն։ Այ այսօր դեռ մուտք չկա AM Դորյանս.am Դորյանս.am Այո 3W Հիմա որ Դորյանս.am մուտք գործեն ինչ Հիմա ուղղակի Հիմա ցույց հետ տալիս հաշվարկա մնացել գնում, մնացել է, Կա գնում որ 3 օրից բայց ինձ թվում է ոչ թե սայթը բացվել է, հենց կայնով 0 տարակելու է։ Սաղի կապտերները ով է ժամանակ սայթը։ Բաստորեն մի քանի իրադարձություն համատեղվել է եւ Դորյանսի սայթի բացումը եւ Վիկիպեդիա։ Ու այս ամեն ինչի համար, այս ամեն ինչի համար իհարկե չմոռանանք ոչ թե շնորհակալական խոսքեր եմ ուզում ասեմ, այլ ուզում եմ ողջունեմ ու իրոք Վահագին մեր մաղթեմ իրար միշտ լինի տես պինդ ամուր,
չնեղվի բացարձակ մենակությունից, որտեվ կյանքի փորձը, աշխատանքի փորձը ցույց տվեց, որ մենակ միայնակ դրության ժամանակ ես դու կարող գտնես քեզ ու անես այն ինչ դու ուզում ես։ Այսինքն երկար կան լիքը բաներ, որոնք ովքեր մեր համար արել են, բոլորից շատ շնորհակալ ենք, բայց իհարկե ամենամեծ ու ահռելի գործը արեց Վագը ու անումը։ Վագը խմբի պրոդյուսերի մասին է խոսքը գնում։ Վագը խմբի պրոդյուսերն է, Վագը խմբի տնօրենն է, դիրեկտոր ոնց որ ասում են ռուսները, Վագը խմբի անդամ է, Վագը թմի անդամ է, Վագը ընտանիքի անդամ է, Վագը ամեն ինչ է մի խոսքով։ Եղավ, շնորհակալություն։ Մենք այևս մեկ անգամ համատեղությամբ։ Նաև շնորհակալություն ենք այդտեղ մեր հյուրերին։ Իրոք այսօր հեռուստաեթերը մեզ հնարավորություն է տալիս սփռել հաղորդումները ամբողջ աշխարհով մեկ, այ հենց հիմա հպարտ, հանգիստ, ոչ միայն այն պատճառով, որ մեր ընկերներն են, մենք պարզերես ու շատ մեծ ոգևորությամբ ասում ենք, որ Հայաստանում ունենք այս որակի խումբ, այսպիսի լավ երաժիշտներ, լավ մարդիկ, կիրթ մարդիկ, ովքեր որ ստեղծագործում են, ովքեր ներկայացնում են լավ երաժշտություն, նրանք ունենալու են իրենց CD-ն։ Համեցեք Երևան 22-ին անպայման հյուր եկեք Դորյանցներին, ժամը 16-ից սկսում է։ Ժամը 18:00-ին մեր Համերգը Տոմսերով է, իսկ մուտքը ազատ է։ Ազատ է։ Այո, համերգը Ճարպիկները կարող են սղոսկել ցուցահանդեսից հետո, այսպես ովքեր որ շատ են սիրում։ Լավ կատակ արեցի։ Սա Դորյանցին շնորհակալություն գործու ջան։ Մենք էլ գոնե ողջունենք մեր մնացած տղերքին, մենք չանենք այդ։ Ողջուն ենք։ Գագիկին, Էդգարի եւ Արմանին, Վահագին, Վարդանին, ահա, Կարլենին, Արմենին Մխոյանը, Արմենին Մխոյանը, ով կա, ով մի խոսքով Բարնուս Երևանցիներ ջան։ Շնորհակալություն, կհանդիպենք քիչ հետո։